Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ, խնդրեմ որ հաղորդման ընթացքում լինեք ակտիվ, դնեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը, ինչպես գիտեք, համացանցը պայթել էր, միջև այդ սեքսի նախարարությունն էին ստեղծում, չգիտեմ, ընդ սեռաքաղց կանանց են բավարարում, չեմ հասկանում արդեն ինչ հայտարարություններ են անում, իրանք էլ չգիտեն ինչ հայտարարություն են անում, հետո ասում են դուք սխալ եք հասկացել, մի կողմից ասում են ինչ կար սխալ հասկանալու, հա, սխալ ես արտահայտվել, ոչ մի հատ մանգապարտ է ժողովուրդ ջան, բայց ես այս թեմայից չի խոսա, եթե այս պատասխանի մեջ որ երկրորդ վիդեո եղավ, չէ, Սարգիս, եթե չեմ սխալվում, Սարգիս Կարապետյանը, որ երկրորդ վիդեոն չհաներ եւ ասեր, գիտես ինչ կան, դե հայոյող կանանցով ոչ մեկ չի զբաղվում եւ այլն եւ այլն, այ եթե այս արտահայտությունը չաներ, երթվում եմ ես անգամ այս ցածր մակարդակի թեմայի մեջ չէի մտնի, էլի, սա իմ որ ասում է նիվելի բան չի, բայց քանի որ ինքը մտավ այդ ձև բան ասեց այդ հայոյող կանանցով ոչ մեկ չի զբաղվում, հա, այնց մեղքուն վրա էս գցում ապեր, մի հատ ուզում եմ մի հատ քեզի եթե դու չես տեսել եղբայր, մատ մտնում ես նայում ես կադրերը, որտեղ որ ձերբակալում են Վարդան Ղուկասյանին, խոսքը Գյումրիի քաղաքապետի մասին է։ Ու այնտեղ կտենաս ինչքան կնանիկ կա, ես դաժե չգիտեմ, լեզուս էլ չի ֆռում կնանիկ ասել այդ մարդկանց, ովքեր սենց կամերայի դիմաց բան, սենց հայոյում են ոստիկաններին, համիստե հարցը ինչի ոստիկանը ճիշտ էր, թե ճիշտ չէր, հա, հարցը նա այդ երևույթն է, չէ, որ ինքը հելել է կամերաների առջև, հա, տենց հայոյում է, չգիտեմ, ոստիկաններին կամ իշխանությունը եւ այլն, ամենավերջի հայոյանքը, որ անգամ ես ինձի թույլ չէի տա, հա, մանավանդ այդքան մարդու մոտ կամերաների դիմաց շատ լավ հասկանալով, թե ոչ միայն կանայք են նայելու այդ կադրը, այլ նաև երեխաներ, հա։ Հիմա ինչ ասածս, ինչ եմ ես ուզում քեզ ասել սրանով։ Ես ուզում եմ ասել, որ եթե հայոյող կին ես մանգալի, հա, այ գնա այդ շրջանակներում մանարի։ Եթե ես չեմ սխալվում, դուք լավ էլ իրար հետ լավ եք, չէ՞, ձև այդ շրջանակների հետ, ընդեղ Վարդան Ղուկասյանը, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը, ու եթե չեմ սխալվում, դուք էլ Ռոբերտ Քոչարյանի այդ ոնց էին ասում, այդ որ բանում դատարանում գումարը դուք եք, չեմ ուծե, որ որպես գարանտ, հա, որ Ռոբերտ Քոչարյանը դուզ գար, եթե չեմ սխալվում։ Մի խոսքով, հա, դա դաժե կապել չունի, բայց ինչ եմ ուզում ասեմ, որ դուք իրար հետ լավ եք, այդ ձեր շրջանակներում հետ ձև կանանց մանեք եք։ Դու ուրիշ տեղ տեսել ես, որ հայ կնանիկ հայոյանք տան։ Ես գոնե չեմ տեսել։ Եղբայր, մա ձեր աշկերները բացեք, ես չգիտեմ, ով է տեքստը գրե դրե ձեր դեմը, կամ ձեզի ով է այդ ձևի խորհուրդներ տվե, կարող է այդ որ Իսրայելից մարդիկ բերի ինքնա ձեզի տենց քաղաքական խորհուրդներ տալի, որ հելնեք այդ ձևի բաներ ասեք, հա, բայց իրականում այդ ձև բան, այդ հայոյող կանայք գոյություն ունեն, հա, այդ ձեր շրջանակներում, այդ ձեր մոտիկների, ես չգիտեմ, չեմ ասում քո շրջանակում, քեզ չեմ ճանաչում, քո շրջանակն էլ չեմ ճանաչում, կարող է լրիվ ցենտր եւ կարքին պարշեր մարդիկ են, բայց ես տեսել եմ շատ լավ Վարդան Ղուկասյանի շրջանակը, այն մարդկան շրջանակը, ովքեր եկել էին Վարդան Ղուկասյան պաշտպանելու Գյումրիի քաղաքապետի մասին է։ Այ այդ կադրերը կա ինտերնետում ախպեր, մտի նայի, որ սուտ եմ, եթե սուտ եմ, ասես անգյաս ախպեր սուտ ես։ Մի հատ վիդեո արա, ասա սուտ ես ասում, լենդրուշ։ Խես խափում ժողովրդին։ Այ հիմա ես քեզ ասում եմ, դե գնա դրանցով զբաղվի, ապեր, եթե կարաս, գնա դրանցով զբաղվի։ Ձեր շրջանակի այդ կանանցով գնա զբաղվի։ Գգցնես ուրիշ շրջանակի մեջի կանանց։ Ցուստու մենք կբարձրաձայնենք։ Ոչ միայն դու, մենք էլ կբարձրաձայնենք։ Էսի սենց։ Հիմա ես ուզում եմ ժողովուրդ ջան, որ դուք չշեղվեք այն մնացած այդ սեքսի նախարարությունով էսյաները, որտեվ դրանք այդքան կարևոր չեն մեզ համար։ Մենք ավելի լուրջ թեմաներ ունենք այսօր խոսալու, քանի որ մեր պետականությունը վտանգի տակ է։ Հասկանում եք, եւ ես այսօր չեմ խոսում այդ հույզերով, ես խոսալու եմ փաստերով, որովհետեւ երբ ասում ենք օլիգարխը կամ օլիգարխիկ այդ համակարգը, վտանգ է պետության համար, շատերը ասում են, դե դա քո կարծիքն է կամ դա սովորական կարծիք է, բայց ոչ, դա ավելի ճիշտ դա ոչ թե սեփական կարծիք է, դա պատմական փորձ է կամ պատմական փաստ է, ոնց ուզում եք, տենց կարակ ներկայացնեք, որովհետև երկու դեպքում էլ նույնն է։ Եվ այսօր ես ձեզ ցույց եմ տալու, թե ինչ է տեղի ունենում
այն երկրներում, որտեղ որ օլիգարխիկ կամ օլիգարխը, օլիգարխիկ այդ համակարգը մտնում է իշխանություն։ Սա շատ կարևոր է, հա։ Ու հետո իրար հետ հələ եկեք մի հատ հարց տանք, մենք ուզում ենք այս ճանապարհով գնանք, թե ոչ։ Եվ իհարկե մենք պետք է հասկանանք, հա, եւ ընկալենք հարուստ մարդու եւ օլիգարխի տարբերությունը։ Ցավոք սրտի դեռ շատերը չեն հասկանում, որ հարուստ լինելը դա չի նշանակում լինել օլիգարխ։ Եվ անգամ գումարի չափսը դա չի որոշում։ Անգամ հարուստ մարդը կարող է ավելի շատ գումար ունենա, քան թե շակերտների մեջ ասած որոշ օլիգարխներ։ Սա չի որոշում։ Հարցը ուրիշ տեղ է։ Հարուստ մարդը անում է իր բիզնեսը, հարգում է տվյալ երկրի օրենքները, հա, որտեղ էլ որ լինի, որ երկրներում էլ որ ունենա իր բիզնեսները, քիթը չի կողում քաղաքականության մեջ, հա, ինքը որ ասում ասենց կենտրոնացած է իր բիզնեսներով, իր գումարներով, իր հարստությամբ եւ այլն։ Ուրեմն օլիգարխը այս ամենը օլիգարխին չի բավականացնում։ Նա արդեն ուզում է մտնել քաղաքականություն, որ քաղաքականությունը օգտագործի ի բարենպաստ, հա, իր բիզնեսներին։ Հասկանում եք, եւ դրա համար օլիգարխը պարզապես հարուստ մարդ չէ, օլիգարխը այն մարդն է, որը որ իր փողերը, իր գումարները օգտագործում է օրենք գնելու համար։ Երբ օլիգարխը մտնում է իշխանություն, օրենքը դառնում է ընտրովի, դատարանը դառնում է գործիք, պետությունը դառնում է բիզնես։ Եվ հիմա օրինակներ իհարկե 90-ականներին Ռուսաստանում ասում էին օլիգարխները տնտեսություն կբերեն։ Ինչ բերեցին իրականում, պետությունը վաճառվեց մի քանի մարդու, հա, բնական պաշարները դարձան անձնական սեփականություն, քաղաքականությունը սկսեց սպասարկել ոչ թե ժողովրդին, այլ բիզնեսին։ Սա իրականություն է եւ ոչ վաղ անցյալում եղել է Հայաստանում։ Այս դրա համար ես ասում եմ, մենք անենց մի խնդրի մեջ ենք, որտեվ էս Սամվել Կարապետյանի գալով սենց ունենց հաստատվում, ոնց որ են Սերժ Քոչարյան բան սենց անցել են երկրորդ պլան, համ իրան են բերում, որպես, չգիտեմ, ինչ-որ մի անկախուժ, բայց այս մարդիկ անկախուժ չեն։ Սրանք եկել են նույն թեմայով եւ նույն զակասով հələ մի հատ էլ ավելի սենց կոնկրետ օլիգարխիկ համակարգով եւ չեն թաքցնում, որ իրանք օլիգարխ են, հասկանում եք։ Եվ ձեզ խոստանում են, չգիտեմ, ամեն օր ինչ-որ մի հատ գործարան բացեն, համ էլ, չգիտեմ, սեքսի սարավ կանանց բավարարեցնեն։ Հասկանում եք։ Սա մի հատ խայտարակություն է։ Եվ ինչ արեց հետո Կրեմլը այս օլիգարխներով, օլիգարխներին օգտագործեց որպես ազդեցության գործիք այլ երկրներում։ Ինչու, որովհետև օլիգարխները չունեն հայրենիք, ունեն շահ, ծառայում են նրան, ով պաշտպանում է իր փողերը։ Եվ հենց այս մոդելով Ռուսաստանը սկսեց ներթափանցել այլ պետության քաղաքական դաշտ։ Ուշադիր լսեք, որովհետև Ուկրաինայում օլիգարխները տասնյակ տարիներ վերահսկում էին մեդիան, քաղաքական կուսակցությունները եւ տնտեսությունը։ Ինչ արդյունքում պետությունը թուլացած, բանակը թալանված, ժողովուրդը բաժանված։ Երբ պատերազմը սկսվեց, պարզվեց դաժան ճշմարտություն։ Օլիգարխը չի պաշտպանում պետությունը, նա փախչում է, նա իր կապիտալն է փրկում եւ երկիրը մնում է մենակ, այն որ ասում է նույն էլի այն հայրենասեր տղաները կամ չունևորի երեխաները, այն ազնիվ տղաները կեթան եւ երկիրը կպայեն, իսկ օլիգարխները ուրեն թռան։ Նման էր չէ Հայաստանին։ Գիտեք ինչու, որտեվ նույն սիստեմն է, նույն ռուսի ձեռագիրն է։ Հասկանում եք, պրոստը ընդել մի քիչ բախտերը բերեց, որ բանը երկիրը նախ մեծ էր, հետեթալու տեղ կար, Եվրոպային մոտիկ էին, ճանապարհ կա, Եվրոպան էլի իրա միշտ ես ասել եմ երկրորդական զենքեր էլի տվեց, որը որ եկա բանա, հա, Ռուսաստանի բանակի դեմ պատերազմելու համար, ինչ որ լավ, հիմի կապ չունի, երկրորդական առաջնականը, կապ չունի։ Կարևորը այն է, որ օգնություն եկավ, կարողանում են գոնե դիմադրեն, հա, չնայած մի քանի անգամ մեծ իր այս որ ասում է ֆաշիստ երկրի դեմ պատերազմում։ Մեր դեպքում մենք ոչ ճանապարհ ունենք, ոչ էլ զենք ստացանք, բայց համակարգը նույնն էր։ Երբ որ պատերազմ կար, այս օլիգարխիկ համակարգը, այս օլիգարխիկ համակարգի ворթիները, տղեկը ով ուզում էր լինել, նրանք ուր էին։ Նրանք մաքսիմում կարող գնային մի հատ նկարվեին, իյաները մթում կռվել են։ Ոչ մեկի վրա մի հատ քերծվածք չի եղել։ Իսկ մեր այն արդար եւ հզոր առյուծ տղեկը զոհվեցին։ Իսկ սրանց վրա մի հատ քերծված չկար, բայց ցախ ոնց նայում ես, նկարվում էր։ Էս են օլիգարխիկ համակարգը։ Եվ մի թողեք, որ ձեզ շեղեն,
Հասկանում եք, որտեվ սա շեղելու ծրագիր է, այս ձևի հայտարարություններ, անգրագետ, չգիտեմ, ոդկասթներ, սա բոլորը շեղող ծրագրեր են իրական վտանգից։ Վրաստանում էլ է, ժողովուրդ ջան, Վրաստանում էլ է այդ նույն պատմությունը, միջև այդ ասում էին, էսի պաշտոն չունի, էսի չգիտեմ, Իրանից վտանգ չի ներկայացնում, տեսակ ինչ է լավ։ Հիմա բան ա եղել։ Մի սաղ նստած եկիս պլատֆորմում նայում են, թե Վրաստանի բնակչությունը ոնց է իջնում, որտեվ ժողովուրդը թողում է թվում են ընտեղից։ Կամաց ինչ որ անտեսանելի ինչ որ իշխանություն է ձևավորվում բանում Վրաստանում օլիգարխիկ։ Իսկ երբ որ ժողովուրդը հելնում է իր կամքը բանանի, արտահայտի միանգամից ճնշվում է, միանգամից ծեծվում, ջարդվում է եւ ուղարկվում է տուն։ Այդ նույն ծեծված ջարդված վիճակը կլինի ձեր մոտ, եթե դուք հանգարց այս մարդկանց ինչ որ չգիտեմ, թևուտիկունք լինի, անունը դնեք այս իշխանությունից դժգոհեք, ես միշտ ասում եմ, վատը վատով չեն փոխում։ Ու եթե մարդ վատը վատով է փոխում, մինիմում պետքա, չգիտեմ, ինչ որ հոգեկան խնդրեմ ունենա կամ մտածելու հետ կապված խնդրեմ ունենա։ Այսինքն մի բանը եթե վատն է, հա դու պետք է լավով փոխես։ Ապա չես կարող դու վատը վատով փոխես կամ ավելի վատով փոխես։ Իսկ այս դեպքում ես անգամ կարող եմ ասեմ ավելի վատով փոխել։ Հիմա իհարկե այս ամենին դու պատկերացրեք օլիգարխիկ համակարգ, սրանք միանից են սախմում, ընդ չգիտեմ, այս ընտրությունները գալի մի պահ պատկերացրեք հանգարց Աստված ոչանի, չգիտեմ, եկան իշխանություն օլիգարխիկ համակարգ, հա, համակարգ, հա։ Ուրեմն մենք ունենք հարևան, որը որ այն որ ասում է պատերազմից 5-ա պակաս, ես ուզում եմ հիշեցնել, որ 3 ամերիկյան ռազմական ուժերը, հա, օդային ռազմական ուժերը Իրանի դրոն են խոցել, դուք պատկերացնում եք պատերազմից 5 է պակաս։ Դուք պատկերացնում եք, եթե պատերազմ սկսի, չգիտեմ, փախստականներ դեպի Հայաստան, մեր մոտ օլիգարխիկ համակարգ, դուք պատկերացնում եք մեր վիճակը ինչ անելու։ Եկեք հիշենք, որ այդ փախստականների մեջ հաստատ լինելու են լրտեսներ։ Եվ այսպես է իրականանալու Ռուսի եւ Թուրքիի երազած ծրագիրը։ Սյունիքը բռնազավթել, իսկ բռնազավթելը ոնց կարա լինի, հենց այս փախստականները ու ադրբեջանցիներին կտանեն ընդ կլցեն, սրանց դեմը ոչ մեկ չի առնելու։ Էթալու են սրանք նստեն բանում Սյունիքում եւ վերջպրծավ։ Դուք էլ այդ ձև Սյունիքը կորցնելու եք։ Եվ իհարկե նաեւ կորցնելու ենք այն փաստի համար, որտեվ իրանք Տրամպի ճանապարհը չեղարկելու են եւ ամեն ինչ անում են, այս ռուսամետներով ամեն տեղով բողոքում են, sense բղավում են, ոռնում են, լացում են, ինչ ուզում եք անվանեք, ամեն ձևով ուզում են չեղարկել այդ ծրագիրը, որ իրականանա ռուսա-թուրքա-թաթարամետ այդ ծրագիրը։ Ուրիշ այստեղ ասելիք էլ չկա։ Ես կարծում եմ, որ բոլորդ պետք է հասկանաք, որ սա հանակ չէ, սա կատակ չէ, սա պետականության զավթելու լուրջ փորձ է օլիգարխիկ համակարգով։ Մենք օլիգարխիկ համակարգերը տեսել ենք ոնց են աշխատում, բոլորը ավարտվում են շատ վատ, մենք արդեն ասեցի, տեսել ենք Ուկրաինայում, թե տեսել ենք Վրաստանում, թե տեսել ենք մեր մոտ եւ այլն, բոլոր դեպքերում ավարտվում է վատ, իսկ որտեղ որ հələ չի ավարտվել, դեռ ավարտվելու է վատ։ Չկա դրանից ինչ որ օգուտ, չկա դրանից ինչ որ մի նորմալ երկիր, որտեղ կա օլիգարխիկ համակարգ, այնտեղ կա մենաշնոր, այնտեղ կա ցավ, արտագաղթ եւ այլն եւ այլն։ Եվ ամեն անգամ ստերով, միջև այդ բոլորին պրավա էին տալի, չէ, եկեք սկզբից չգիտեմ, զավոդներ էին բացում, գործարաններ էին բացում, հետո բոլորին պրավաներ են տալի, հիմից բոլորին սեքսով են ապահովում, հետո դուք մեզի լավ չեք հասկացել, սեքսի չգիտեմ բան են բացում, նախարարություն են բացում։ Ինչ абսուրդ խոստում ասես դուք կստանաք, ոնց ուզում եք ասեք, ըլի նամյոկով, ըլի սխալ հասկանալով, ըլի խոսքի մեջ ասելով, հետո կռուտի տալնելով եւ այլն, ինչ նամյոկ ասես դուք կստանաք, ինչ խոստում ասես դուք կստանաք, միայն թե դուք ձեր ձայնը տաք։ Ձեր ձայնը տալուց հետո դուք չեք հարգվելու, ձեր ձայնը փոշիացվելու է ինչպես այն ժամանակ հենց անգամ ավելի վատ է լինելու, որտեղ դուք ընդհանրապես պետականությունն եք կորցնելու։ Իսպես Սերժի եւ Քոչարյանի վաղ ձեր ձենը ոչի բան էր, ձեր ընտրությունը ոչի բան էր, ձեր կարծիքը ոչի բան էր։ Այս անգամ վապշե լինելու է ոչի բան։ Ես միշտ ասել եմ, Չեչնիայի կարգավիճակում եք լինելու կամ ավելի վատ։ Եղեք ուշադիր, մի տրվեք այդ սադրիչներին։ Դուք եւ մենք, մեր ժողովուրդը պետք է սկսել գնահատել իր պետականությունը։ Իր
հայրենիքը մենք չենք գնահատում։ Օրինակ ես նայում եմ Հայաստանի տարբեր, հա, հաստատություններ, փողոցներ, չգիտեմ, գյուղեր, քաղաքներ, մի հատիկ երկու հատիկ հազիվ դրոշ գտնես ինչ-որ միտե դրած ճղած էնել մաշված վիճակում, սա խայտառակություն է։ Դու մի հատ նայեք ուրիշ երկրներում, իրանք ինքան շատ են սիրում իրաց պետականությունը, սաղ տեղերից իրանց դրոշն է դրած, բալկոններից, կռիչներում, էլ չասեմ որ դու միտեիթում ես, որ քաղաք ես մտնում, բարի գալուստ իրանց դրոշն է, դուրս գալուց իրանց դրոշն է, այն որ ասում է, կենտրոն հասնելուց իրանց դրոշն է, մայթից թեքվելուց իրանց դրոշն է, բան կալնում իրանց դրոշն է, ուր տե ասես իրանց դրոշը, մարդա հայացի մեջ իր դրոշն է, իր, չգիտեմ, տանիքում դրոշն է, մեր մոտ ոչ միտե դրոշ չկա դրած, որտեղ էլ կա, ասենց մանավանդ ռայոններում, հա, ինչ-որ կիսա մաշված վիճակ է, մենք չենք գնահատում մեր պետականությունը, դրա համար ասենց կողից ով ուզում է, գալիս է, ով ինչ ուզում խոսում է, քաղաքականության մեջ, հա, իհարկե բոլորը ունեն իրավունք իրանց կարծիքը հայտնելու, բոլորը ունեն իրավունք արտահայտվելու եւ ոչ մեկ իրավունք չունի մարդու խոսքը սահմանափակելու եւ բոլոր դրանք իհարկե պատժվելու են վաղ թե ուշ, հա, կարող է մի անգամ ներվեն, երկու անգամ ներվեն, հա, մի անգամ աշկ փագենք, երկու անգամ աշկ փագենք, բայց դրան ներում չկա, իրանք միշտ էլ մեր կրուկչոկի, այսպես ասած, վրա են։ Դրա համար երբ որ ժողովուրդը սկսի գնահատել, այստեղ փնթի մարդիկ չեն գա։ Օրինակ, չգիտեմ, մեկը մի նայեք, եկել է, չգիտեմ, օլիգարխ ուզում է դառնա, մեր ձևով ուզում է հարց լուծի։ Ինչքան անգործ Հավայի մարդիկ կան, որ չգիտեմ, ուզում են մեր երկիրը փրկեն։ Մեկը, չգիտեմ, քաղաքական թիմ չունի, մեկը վախում է մտքում քաղաքական թիմ ասի, մեզի չգիտեմ, ինչ կանեն, բռնեն, տանեն, ծեծեն, ջարդեն, փշրեն, հա։ Այսինքն, չհասկացանք, այդ դու հելել ես, դեմքը ցույց ես տալի, այն մնացածը պիտի ցույց չտան։ Այս որ sense մի խայտարակ, մեկը փրգում է, մեկը չգիտեմ, չեք միանում մեզ, մեկը եսի մի։ Արանջի համար պիտի ձեզ միանանք ով եք դուք вообще։ Հասկանում եք, կինդեր սուրպրիզներով երկիր փրգողներ, սաղին ջնջիկ, ռադարեք թոյթան, ախպեր, էսի երկիրը, էսի պետությունը, էսի մանգապարտեզ չի, էսի կինդեր սուրպրիզ չի, էսի Հավայի, չգիտեմ, օդ փչողների, փուչիկը գմփսնողների տեղ չի։ Հասկացեք, հարգեք մեր պետականությունը, սիրեք մեր պետականությունը։ Դուք ընտրեք մարդուն նայելով իր ճանապարհ, անցած ճանապարհը ինչու՞ չէ, ճիշտ է, մարդ միշտ անցած ճանապարհին կարող է սխալներ անել, չի լինում անսխալական մարդ, բայց երբ որ դու նայում ես թե անցած ճանապարհը ոնց է, հիմա ոնց է եւ ինչ է ներկայացնում, կողքը ովքեր են, թիմ կա, թիմ չկա, նորմալ մարդիկ են, մարդիկ չեն, ով են իրանք, կամ կողի մարդիկ ինչ, մտածելակերպի մարդիկ են, կարող է տնեցիկով նարկաման են, այս ամեն ինչը կապ ունի։ Կարող է նայում ես, ասում ես, ով են սրանք արա։ Կարող է տենում ես սրանք սախ տնեցիկով նարկաման են, ասենք ինչ գործ են։ Այսինքն ինչ գործ ունես քաղաքականության մեջ։ Դու այն մարդիկ, ովքեր չեն ներկայացնի իրանց թիմը, հա, չունեն։ Դու գիտեք ինչ քաղաքական ուժ եկել է իմ մոտ, հա, կամ ինչ որ ես առիթ եմ ունեցել շփվեմ, իմ առաջի հարցը, հա, եղել է քաղաքական թիմը տուրա։ Բոլորին չկա, տես մարդ չեղե որ փրկվի։ Բոլորին այդ նույն բանը ես ասել եմ։ Բոլորին։ Գիտեք, ժամանակ ինձ չգիտեմ, Քոչարի կուսակցությունն է եկել այդ նույն բանը ասել են, անգամ դո կուսակցությունը դու գիտեք, եկավ, հա, մեր մոտ յուր դո կուսակցության ներկայացուցիչը նորից նույն հարցը, ով ուզում է լինի, ոնց ուզում է լինի։ Բոլորը իհարկե խոստանում են, որ քաղաքական թիմը կլինի վաղը, մույսօր, չգիտեմ, այսօր, այն օրը։ Միջև քաղաքական թիմը չլինի, դուք իմ աչքերում անլուրջ քաղաքական համ կուսակցություններ եք, համ գործիչներ եք, այսինքն вообще քաղաքական գործիչ չեք կարա լինեք, հա։ Քաղաքական թիմը պետք է ներկայացվի բոլորին։ Ես մի չեմ ասում այն հենց հատուկ ովքեր որ եկել են, ես ընդհանուր եմ ասում։ Ով չունի, այն որ ասում է չունի, գնա կապայի գործերի տապեր, գնա։ Ստուգեք, տեսեք մասնագիտությամբ ով է, բժիշկ է, ով է, չգիտեմ, նվագիչ է, չգիտեմ, դեջութակար է, նկարիչ է, ով ես, գնա կապի գործերի։ Բոլորին սա է վերաբերվում։ Ոսկերիչ ես, չգիտեմ, ինչ կան դե, սպորտսմեն ես։ Եթե քաղաքական թիմ չունես, դու իմ մոտ անելիք չունես։ Այսօր այսքանը ժողովուրդ ջան, հույս ունեմ, որ հասկացաք իմ մեսիջը, ընկալեցիք իմ մեսիջը այս եթերի, դրեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, ցանկություն ունենաք կարող եք աջակցեք իմ ալիքին,
մեկ բաժակ կոֆեյով, եթե ցանկություն ունենա QRN ստեմիտե կլինի նկարագրման բաժնում կամ մեկնաբանությունների բաժնում։ Այսօր այսքան, ստեսություն, հաջողություն, լավ եղեք, կեցե Հայաստանը, կեցե Հայաստանի Հանրապետությունը։